ընկերներ, հուսով եմ, որ դուք բոլորը լավ եք։ May I ask you to turn off the music, please? To turn it off, please. Thank you. Երաժշտություններ ինձ կխանգարի երաժշտությունը, հուսով եմ, որ լավ եք։ Գնում ենք Բենգալորի ամենահայտնի շուկաներից մեկը, կոչվում է Commercial Street։ Ումից հարցրել եմ, խորհուրդ եմ տալի, ասում են, որպես shopping experience, հարկավոր է անպայման գնալ տեսնել այդ հատվածը, ձեզ էլ ինձ հետ եմ տանում, գնացինք նայեցին, ես էլ ինձ համար էլ նորություն է, նոր experience է, գնանք տեսնենք։ Այսօր ահա որ ուժեղ է այստեղ, այդ մենակ ես չեմ ասում, փողոցում եթե ուշադիր լինեք, հեսա կտեսնեք մարդիկ էլ շատերը այսօր դիմակներով են կամ թաշկինակներով իրենց բերանը փակ են պահում։ Երևա թե չէ օրեր եմ լինում, որ շատ փոշոտ է լինում, այսօր այդ շատ փոշոտ օրերից է։ Շատ հին, բանա, դպրոց, քոլեջը, ինչ-որ հետաքրքիր էր, ինձ թվում է հին շինություն էր Դվին, դպրոցն է, միջազգային Բավականին մոտ ենք գտնվում, շուտով կհասնենք Արդեն տեղում եմ, որպեսզի պատկերացում կազմեք, թե մեր մոտից այստեղ ինչքան ժամանակում եմ հասնում 2.5 ժամ տևեց ես տաքսու մեջ էի Իսկ ընդհանրապես Բանգալորը, որպեսզի իր մեծությամբ պատկերացնեք, թե ինչքան է պատկերացրեք Հայաստանի Հանրապետությունը երկու անգամ կմտնի Բանգալորի մեջ, այսինքն Բանգալորը երկու անգամ մեծ է Հայաստանից Դրա համար մի կետից մի կետը կարա ժամեր տևի, կոնկրետ իմ տնից մինչև այստեղը 2.5 ժամ տևեց, ինչևէ հիմա շատ արագ շատ ժամանակ չունեմ, տեսնում եմ, թե որտեղ ինչ կարող եմ գնել Ինչպես գիտեք, մի քիչ մասնագիտական է, մի քիչ ուզում եմ գներին ծանոթանամ ու տեսնեմ տեղի հնդկական շուկան ինչա առաջարկում Սենց իրանց սարիների խանութներն են, այսկային հագուստներ սրանք չէ, ես այս հատվածը կշարունակեմ Սենց կարելի է հանդիպել նաև մարդկանց, ովքեր Hello Ովքեր տեղի արտադրանքն են վաճառում Կորսետներն են իրանց այդ
Սարների տակից որ հագնում են։ Այս պետք չէր, մարդը չբարևեց ինձ։ Նաև natural art այստեղ սարիներ են։ Որոշում շատ ոստիկաններ կան, ինչի համար ուրախ եմ, ինձ մի քիչ ավելի ապահով եմ զգում։ Այստեղ կոշկների խանութ է, տեղական կոշկների խանութներն են։ Մայսոր սարիների, այս շատ հայտնի խանութ է, կոչվում է Մայսոր սարի, Մայսորում սիլքը մետաքսը շատ հայտնի է ու այստեղ մետաքսե սարիներ են, չգիտեմ ձեզ հետաքրքիր է, եկեք բարձրանանք նայենք։ Ամեն կտեսնենք ինչ արժան սարիները։ Ես կտորներից չեմ հասկանում, սիրելի ընկերներ, դրա համար չեմ պատկերացնում, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեմ, երևի գույներին։ Hello. 7,000, 7,000, քանի հարյուր էր, մի խոսքով ընկերներ, սա իրենց հետաքրքիր է։ Ինձ ավելի շատ սա է հետաքրքիր, որ մարդիկ ինչպես են նստած, ինչպես են ընտրում, ինչպես են գնում։ Ինչ արժես, ով է ստեղ։ Hi, how much is this? This is 10,535. 10,500? Yeah. 10,535. अरे कौन दिस मिटा है माँ? Silk, double color. This is silk? No, it's not a silk. Not silk? No. Հարցնում եմ մետաքսես։ Tissue. What is it? Tissue. 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 This is tissue only tissue fabric. Okay, you have a silk? Silk. Yeah. Մի խոսքով սիրուն է։ This type is some more color or fancy. Այստեղ ընտանիքի անդամ է։ Sorry? What type you looking? Silk. Silk saree. Silk saree with work or without work? Sorry? With work, with hand work. I don't know telling the truth. I'm just curious. I want to see. You know, tough man, Այսպես նստում են, տեսեք ընտանիքի անդամներով գալիս են, այսպես նստում են, այնտեղ վաճառողներն են, որ ներկայացնում են սարիները, ընկերներ։ Հետաքրքիր experience է։ Այս մարդը ինձ ցույց է տալիս silk saree։ It's a pure silk organza. Մաքուր silk։ And how much is this? All heavy designer saree. The 46,000. 46, 46,000 արժի, մաքուր մետաքսա, Մայսոր։ It's fine, thank you։ See, that one's in the mannequin also. Մանեկենների վրա երես ընկերներ։ Աստորեն ընտանիքի հայրն էլ է եր։ Այս հալի է, ինձ թվում էր, թե ճանապարհ կա, բայց գնալու էի հայլուն արված էի ընկերներ։ Աստորեն ընտանիքի հայրն էլ է գալիս, Եվի գումար վճարող է ինքն է բնականաբար, ինքն էլ այդ կարծիքը հայտնում։ Ենթադրում եմ մարդիկ գալիս են այստեղ իրենց մեծ միջոցառման ժամանակ հարսանիքի նշանադրության պատրաստվելու մի խոսքով ընկերներ սա շատ ժամանակ չկորցնեմ, դուք ինձ հետ տեսակ, ես էլ տեսա, առաջին անգամ եմ այստեղ, ինձ հետաքրքիր էր տեսնել, ծանոթանալ, այստեղ վճարում են անում
կասանը։ Այնտեղից գնում ենք գալիս են այստեղ վճարում են անում։ Գնացինք, լավ պես խանը։ Դերի հատված ուզում էի նկարել, ասեց ձեռքով են ամբողջությամբ պատրաստված, բայց ասեց նաև, որ չի կարելի նկարել, այլ ժամանակ չկորցրի ժողովուրդ, որովհետև այնտեղ չէի մնալու։ Եկեք շարունակենք մեր ճանապարհը, տեսնենք ինչ հետաքրքիր։ Շարունակում ենք, սա ոնց թվում է, ոնց որ թե այս փողոցը ևս ամբողջությամբ։ Այստեղ եվրոպացիները գալիս են իրենց experience-ը ունենալ, ինչպես տեսնում եք այս տղաները ջամփորներ են, եկել են Հնդկաստան, գալիս են ոնց որ ասում են, որպես հետաքրքիր տեղ, հարկավոր է գալ այստեղ, այստեղ ապակեղեն են, ապակեղանը չգիտեմ ներքևա, պետք է իջնել, թե վերևը սենց գնալ, եկեք սենց գնանք։ Կան մարդիկ, որ նոր են իրենց սեղանիքները դնում, որովհետև երեկոյանը հիմնականում այստեղ սկսում, ժամ 10:30-ից նոր բացվում է, կարելի ասել նոր են բացվել։ Այն հագուստ չեմ հանդիպել, տեսնեմ, այս այա սիրում, գեղեցիկ են, այս մեկ ավելի սիրում է, մաշկներն են իրենց, սրանք տոնական մաշկներ են երևի թե, պայուսակներ, եղեք ես ինչ ավեսն են, հանդակրքիր է ինչ արեն, են Ալեքսի բանի հետ, որ շոր կա չէ, հակնում է իրանց տոնական օրերին, բայց վրակը շատ նորմալ է։ How much are they? 450 rupi are. How many years? Այստեղ կոշիկներ են, չէ, մեծ շնություն է, ուզում եմ հասկանամ սարիներ են էլի, թե west side, տավ եկեք բարձրանանք, տեսնենք ինչ կա։ Այս ոնց որ թե եվրոպական հագուստ է, եք գնանք։ Չոր մարկայա, վերջով, շորնալավը, ինչ որ սա, 2199 славно շտահանիցի։ Հետաքրքրեց ուզում եմ փորձեմ, բայց հարցրի ասում է այստեղի բրենդ է, այստեղ են կարում, նա տեսնեմ հագած ինչպես է, բայց որակը շատ ուրիշ չի գալիս, մի քիչ կոպիտ է ու ծակող։ Որոշեցի փորձեմ, բայց չէ, ինքը մի տեսակ որ չի ծալվում, քեզ չի ենթարկվում, չէ, ինքը ոնց կա, այտենց մնում է ու շատ գոր չմնացի, ձեռքերը երկար է, այս հատվածը կարճ, նետ։ Հետաքրքրության համար ասեմ, որ գինարժի 2499, 2500 ռուպի wardrobe, այստեղ Հնդկաստանում են կարում ասեց։ Այդ խանութից էլ դուրս եկա, ամեն դեպքում այն ինչը որ ես եմ փնտրում չկար, հիմա հետ եմ գնում, այն մյուս փողոցով գնամ, ինձ թվում է այն փողոցներ, որտեղ որ կարելի է երևի թե միջազգային ֆիրմաների խանութներ հանդիպել, ոնց որ ենթադրում եմ, այստեղ էլ նկարել չէր կարելի, համար շատ չնկարեցի, բայց ընդհանուր վատ խանութ չէ, բայց որակականը որ ձեռք է տալի կոպտոտ է, շատ լույս չեկավ։ Տեսնենք այստեղ խալներ են վաճառում, հետաքրքիր է, սարիներ,
Hi. No, it's բաներ սիրուն շորիկա թեթիզի ոչիկը բայց ես դիմացի վարդը երևի չի ուզենա որ լիներ ուժիչ բան կուզենա լիներ շատ մեծ է մանկական խանդրես լավ ժողովուրդ ինտերնետով գրած է որ այստեղ կան չեմ գտնում Salome Sweets Նրանց փախցրավենիքներն են Hello. Միակ ինձ ծանոթ ֆիրման, որ տեսնում եմ այնտեղ հեռվում, Device-ն այլի World of Women Իրականում սարներ են իրենց ոցային հակուսները իրենք շատ մեծամասնությամբ են սարներ էլ հակնում են հազվագյուտ, որ երբեմն եվրոպական ոճի հագուստ են հագնում ու դա այնպես չի որ ամեն օր է այսինքն կարա լինի այստեղ շալվարներ են վաճառում ինձ ճիշտն ասած մի հատ հասցեր ուղարկել իրեն շալվարների ասեց այստեղ լավ շալվարներ են վաճառում Լավ եկեք Levi's-ում տեսնենք ինչ կա գուցե այստեղ լավ հավաքվածը լինի Տեսնես outlet-ը թե սովորական խանութ երևի սովորական խանութ կլինի Սանչա Քրիշնա Չիկունսնս Դաշվա Ռեստորան Թե խանութ են չէ թե մասկանում 1869 թվականից գործում է Ուր էր Levi's-ը պանտալոնս Levi's եկեք մտնենք ժողովուրդ տեսնենք աղա լավ հագուստ լինի լավ հավաքվածը հեսա կգան կասեն չի կարել նկարել Hello Ես այստեղից կկանչեմ տաքսի ու կգնամ տուն որովհետև 2 ժամը պետք է գնամ հիմնականում սենց իրենց բաներն են ինչ անունը Պոլոն են Ասան լակրի խանութն է հնդկական հագուստ է արտադրանք նկատի ունեն այստեղ հարմար տեսնեմ որ տեղիցա տաքսի կանչեմ հետ վերադառնամ տուն այստեղ էլի նման մոլորված երևի կարծես թե կամ Ավստրիայից կամ Ոստոնը տուրիստներ էլի Okay, sir.
գիտեմ են կողմից կարամ տաքսի կանչեմ, թե հետ գնամ, որտեղ որ տաքսին ինձ իջեցրեց, տեղից կանչեմ, որ չկորեմ։ Հատվածում շատ մուսուլմաններ կան, նույնիսկ առևտրատոմները շատ են։ Հիմա հասկանում եմ, այստեղ մոսկիթել ունեն, շատ սին մոսկիթ այդտեղ։ Էլ շատ չեմ խորանում, այստեղ ուբեր կանչեցի, հյուրանոցի մոտ եմ, որպեսզի հեշտ կարողանամ գտնեմ, էլի չկորեմ, ինչ-որ կամաց հոտելա կոչվում, սենց հյուրանոց է։ Այն կողմերում կարող է մեքենան չկարողանամ գտնել, դժվարությամբ գտնեմ, մտածում եմ ստեղից ավելի հեշտ կլինի, ինքը ինձ կգտնի, ես իրեն կգտնեմ ու կգնանք 2.5 ժամ, օրս անցավ, այլ ինչպես միշտ, մինչև հասնեմ Ալեքսի մոտ։ Հիմնական խանութները, եթե չեմ կարծում, հիմնականում սարիներ են, ուղղակի եթե ուզում ինձ հետաքրքիր էր, այն սարի խանութներ հետաքրքիր շատ։ No, thank you. Թե ինչպես են կազմակերպում արք և վաճառքը, հետաքրքիր տարածքեր իհարկե, experience էր էլի, լինել Հնդկաստանում, ասում են այս commercial city, commercial street պետք է գաս, եկա, տեսա, դուք էլ ինձ հետ եկաք, տեսաք, թե ինչ կա չկա, այս Սաֆյանը չրերի խանութն է, երկու խանութ կա, լինի այդպես մեծ այն կողմը, տաքսիով գնալուց, ինչ հնարավոր լինի, տաքսիով կնկարեմ, ընկերներ ջան։ Սովեմ ինձնից գոհ եք, դուք գոհ չեք, որոշել եմ Բանգլորը, մի քանի տեղեր, որտեղ տուրիստներին տանում են, միասին կգնանք, ուղղակի ժամանակի մեջ պետք է տեղավորվեմ, որը կհասցնեմ առավոտյան ես կգնամ, եթե տեսնեմ, որ հետաքրքիր չի էլ երեխու համար, որն էլ չէ, երեխու հետ միասին շաբաթ-կիրակի օրերը կգնանք, Բանգլորը գոնե մի լավ դիսքավերի կանենք, կտեսնենք ինչ կա չկա այստեղ։ Եթե ձեզ միտքը դուր է գալիս, լայքեք, դուք էլ կարող եք առաջարկել, թե ինչն է ձեզ հետաքրքիր, ինչ կուզենաք տեսնել, ես էլ մի քիչ պատկերացում կունենամ, թե կոնկրետ որ ուղղությունները նկարեմ ձեզ ինչն է հետաքրքիր։ Եկեղեցի է, Սուրբ Պոլի եկեղեցին է, բայց փակ է, ներսում էլ լվացք կա փռած։ Չգիտեմ գործում է որպես եկեղեցի, թե ամեն դեպքում այս կողմից մուտքը փակ է, գուցե այն կողմից բաց լինի։ Հալո։ Ստան վերջապես ժամանեց։ Ճանապարհ ժողովուրդ։ Մնացածը սենց մեքենայից գնայինք, կտեսնենք ինչ կա չկա։ Այս արդեն ֆուրնիչուրն է, այս փողոցը, կահույքը։ Այս եկեղեցին ես ինձ սիրում է։ Որ իմանայ կքայլեի այստեղ, որ իմանայ սենց մոտ է այս եկեղեցին։
Զախելում եմ էլ, ինձ եմ տուն վերադառնում, որ հանկարծ Ալեքսիից չուշանամ, որովհետև ճանապարհին կարա տրաֆիկը շատանա ու հանկարծ երեխեն չմնա էլի առանց հսկողության, առանց ինձ, դրա համար միշտ սենց ժամանակի մեջ փորձում եմ տեղավորվել, թե չէ կգա անպայման այս եկեղեցին էլ սիրուն եկեղեցի է։ Եվ Բենգլորի պարկն է, ինչ է գրած տեղ, չերևում։ Հին շինությունը, Կարյապա պարկ, այդ բացա Memorial Park, Army Environmental Park։ Այս փողոցն է, ես մանգալից չգտա։ Սենց։ Էլի հին շինություններ շատ, Անգլիայից մնացած կամ նույնիսկ ավելի շոր։ Սենց չուրջ, որ սրբերի եկեղեցիներ է։ Մասնաճյուղն է, բուժ ֆիրմաններ ես ամբողջ շենքը։ Մի հատ մազերը հավաքելու փոշ գնեցի, սենց փոքր ցարկավոր էր, 20 ռուփի արժեր, մազերս հավաքեմ։ Ժամանակին տուն եմ գնում, հանդրև սկսեց